YouTube-ում շատ վիդեոներ կան լիմոնը բազմացնելու, մեկը ինձ հետաքրքրեց, չէի փորձել, այս անգամ ուզում եմ սենց փորձեմ, պատվիրել եմ, սրանից է եկել, սրա մեջ հող են լցնում ու թողունի վրա սենց փակում են, մնում է մեջը արմատակալում է, փորձենք տենանք ինչ կստացվի։ Պետք է հեռացնենք տերևները մի որոշ մաս, 4-5 սանտիմետր պետք է թողունի վրայից առանձնացնենք կեղևը։ Ինձ թվում է 3-4 սանտիմետր հերիք է։ Այսքան մասը հեռացնեմ։ Ինչ էլ հեշտ է։ Լավ, հեշտ է ստացվում փաստորեն։ Չի սպասում, որ սենց մաքուր կմաքրվի։ Հետո հիմա սրա մեջ պետք է հող լցնենք։ Ես պատրաստել եմ հողախառնուրդը, արդեն խոնավացրել եմ։ Հետո ինքը տեղ ունի, նորից կարանք ջրենք, եթե շորանա, պետք է հետևենք խոնավությանը ընթացքում։ Ինձ թվում է պետք է որ ստացվի, եթե ես ԱՄՆ-ը հատուկ տենց արտադրում են, YouTube-ում էլ տենց վիդեոներ կան, ու հենց կոնկրետ լիմոնի, նարինջի հետ կապած։ Ինքս երևի ավելի շատեցնեմ, որ ամբողջ բունը գրկի, որ օդ չմնա մեջը, որ չորանա։ Այս անգամ ոնց որ լավ ստացվեց։ Ենթադրում եմ պետք է նենց անել, որ դատարկ տարածություն չմնա մեջը, այսինքն օդային բարձիկ չառաջանա սրա մեջ, որ համ հողը խոնավ մնա, համ էլ չչորանան արմատները։ Ու սենց ամրացնում ենք երկու կողմից, որ չբացվի, ինչքան հնարավոր է հերմետիկ լինի։ Սենց հետաքրքիր է։ Ստեղ էլ հատուկ սենց լայնացած մաս են արել, որ հարկ եղած դեպքում հնարավոր լինի ջրել։ Ես հենց հիմա մի քիչ կջրեմ, որտեղ տենց շատ խոնավ չէր հողը։ Ստեղից կողքից դուրս է գալիս, բայց ես թվում է դա չի խանգարի։ Կարևորը այդ կեղևից ազատած մասը լավ հողով փակվել է։ Հիմա չգիտեմ, հետևենք, տեսնենք, այս սենց անեմ, որ սենց թափանցիկ արած, որ արմատները ընթացքում երևա։ Եթե հետաքրքրեց, լայքեք, հերթագրվեք ալիքին, որ բաց չթողեք մյուս վիդեոները։ Նորից կնկարեմ, տեսնենք ինչ փոփոխություն կա։